երբ եք դիմել դատարան հարցի լուծում տալու համար։ Մայիսի 26-ին նշանակված է իմ դատական նիստը, բայց ես մինչև վերջ պայքարելու եմ։ Մինչև վերջ պայքարելու եմ, ես այդքան հեշտությամբ 25 տարի գործունեություն եմ ծավալել ցանկացած զինծառայողով եղել է զորամասերում, Արցախը տվեցին, պոստից պոստ գնացել եմ, հաշվանդամ եմ դարձել, երկրորդ խմբի ցմահ հաշվանդամ եմ դարձել, բայց ես իմ հայրենիքը չեմ դավաճանել։ Ես ինչ որ տվել եմ ամենաթանկը իմ բալին Արցախին, այսօրվա օրը ես իր կիսա թողածը լրացնում եմ։ Ես պայքարելու եմ մինչև վերջ։ Ես զորամասեր մտնելուց բանակից թանկ ոչինչ չունենք, բրոշուրներ եմ տալի եւ մայրական օրհնությունը, որ զինվոր պինդ եղե հավատա ուժերիդ երբեք չընկնես։ Սա մայրական խրատ է, որ այսօր այս զինվորին կտրում են մայրական խորհրդից, մայրական աղոթքից։ Ես պատվոգրեր եմ տալիս, որ ծնողին ասում եմ շնորհակալ եմ, որ դու բանակին զինվոր ես տվել։ Մի հատ այդ պատվոգրերից դուրս Սիլվատեղից։ Ես չեմ պատկերացնում, եթե մեկ ուրիշ ազգի մեջ բանակի հզորացման հետ կապված, կարդացեք այս բովանդակությունը։ Շնորհակալագիրը տրվում է Տեր եւ Տիկին Գրիգորյաններին։ Շնորհակալություն ենք հայտնում ձեր որդուն բարի ու մարտական ոգով դաստիարակելու հայկական բանակի շարքեր անմնացող ծառայելու համար։ Թող այս շնորհակալագիրը դառնա ձեր որդու հայրենասիրական դաստիարակության առավաճանը։ Մեր զորամաս գնալով մենք տալիս ենք էսի, որ ուղարկի իր ծնողին, որ ինքը եկել է բանակը ծառայելու հայկական բանակի շարքերը համալրելու համար։ Իսկ այսօրվա որ ասում են դրանից էլ զրկեք զինվորին։ Բանակ հասարակություն կապ ընդհանրապես 25 տարվա գործունեությունը միանգամից ամեն խոչընդոտի դեմ կանգնում ենք, որ մեր գործունեությունը չծավալվի։ Տիկին Խաչատրյան, ձեր գործունեությամբ դուք տարիներ շարունակ կանգնած եք եղել հա բանակի կողքին, մեր զինծառայողների կողքին, բայց այսօր իշխանության ձեռամբ այսպես ասած թուլացվում է բանակը, անգամ հեղինակազրկում են, այսպես ասած վարկն են գցում բանակում ծառայողի, սա ինչ բացատրություն ունի։ Իրական պատկերը ես մեր կառավարության առավել եւս վարչապետի հետ սկզբնական շրջանում ես մոտիկացել եմ, մենք զոհվածի մայրերով փորձել ենք մոտիկանալ եւ ես մի հրաման էի ուզում որ փոխեր։ Հրաման, որ 90-ականների զոհվածների ընտանիքների 668 հրամանը փոխեր, այդ 30,000 դրամ, որ ամեն ընտանիքի տրվում է 15,000 մորը 15,000 այրուն, դառնար 60,000։ Եվ այդ որոշումը ես երբ որ հանդիպում ունեցանք, դա պահանջեցինք, ասես կլինի, որ ես քեզ փող տամ, դու գնաս, էլ նման հարցեր չբարձրացնես։ Այդ օրվանից եղել է առաջի վերջի ընդունելությունը։ Առաջի վերջի ընդունելություն եւ հարցին լուծում չի տրվել։ Ամեն քայլի գնացել եմ բանակը շենացման, բանակը հզորացման հետ կապված, զինվոր այսօր զուգարան չի մաքրում, սնդի որակի բարձրացում է։ Այդ Մելքոյան Գագոն հիմա որ ազգային ժողովում նստած է, իմ հետ կանչում էր, ասում էր Տիկին Մարգարիտա ջան, աշկաթող չանես Արցախի զորամասերը առաջին ընդեղ ծրագիրը ընդեղ իրականացրու։ Այսօրվա օրը Տիկին Մարգարիտան բացի հալածանքից ոչ մի արդյունք չի տենում։ Հենց մի տարածքն է, օֆիսային կարգով աշխատել գործունեություն, ասին արդեն զորամասերը պատերազմական վիճակը մշակութային ծրագրեր չենք իրականացնում։ Համերգային ծրագրեր ես ինքս էլ որպես սևազգեստմայր համերգ չեմ տանում, բայց իրական պատկերը դարձրեցի օֆիսային աշխատող, ընդունում եմ ծնողներին, բավարարում եմ խնդրանքները, զինվորների հոսպիտալացման խնդիր, սերտ համագործակցում եմ գոսպիտալների հետ, զինվորների հարցերը բարձրացնում եմ հոսպիտալ բժիշկների հետ։ Հիմա ներկա պահին իրանք փորձում են այս հասարակական կառույցները, ինչը երիտասարդ նախկին զինծառայողը կազմակերպություն է բացում, նրանք զոհվեցին, որ մենք ապրենք։ Իմ նախկին զինվորն այսօր համալրել է Տիկին Մարգարիտայի շարքերը եւ եկել է զորամասերում ծրագիր իրականացնելու։ Եվ այսօր այս խոչընդոտի առաջն եմ կանգնում։ Իրանք կարային շատ սիրուն ձևով գային, ներկայանային, ասեին Տիկին Մարգարիտա, գիտես, քո գործունեությունը արդեն մեզ պետք չի։
Մեզ պետք չի քու գործնեությունը կասեցնում են գործնեությունը, ես կհասկանայի իրենց դիրքորոշումը, կասեի, ես էլ պետք չեմ ես ազգին։ Բայց սենց էս վերաբերմունքը առանց կառավարության որոշման պատճեն ստանալու շենքը դնում է աճուրդի հոսանքազրկումա, երբ որ մենք մտել ենք դատական process-ի մեջ, դատարանը պետք է որոշում կայացնի։ Եվ չի բացառվում, որ վարակը դատարանին կարգադրություն անեն, ասեն որոշի վտարել։ Հանկարծ բան չանես, չթողես տեղում։ Էդ էլ չեմ բացառում, կարող է որոշում կայացնեն, որ վտարել ինձ։ Զանգեն ասեն վտարի տիկին Մարգարիտան չպետք է մնա, շենք արդեն ծախել ենք թուրքերին։ Հարգելի տիկնայք, քանի որ մենք ուղիղ եթերի ռեժիմով ենք աշխատում, ձեր թույլտվությամբ կխնդրենք մեզ